Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 23 Ի Եփրեմը շուրջ տված կարկանդակ է, Ովսեի 7:8 Վառարանում շուրջ տված հացի մի կողմը կիսաեփ է մնում, նույնկերպ Եփրեմը ևս շատ առումներով կիսաեփ էր մնացել, այսինքն աստվածային շնորհքով դարձի չեկած։ Թեև նա որոշ չափով հնազանդություն ցուցաբերում էր, նրանում ամեն անգամ գերակշռում էր անհնազանդությունը։ Թանկագին հոգի, ստուգիր ինքդ քեզ, արդյոք նման բան տեղի չի ունենում քեզ հետ։ Արդյոք դու հետևողական ես Աստծո առաջ քո ընթացքի մեջ։ Արդյոք շնորհքը դիպչել է քո հոգու նվիրական խորքերին։ Արդյոք զգում ես նրա բարերար ազդեցությունը քո կյանքում, քո մտքերում, խոսքերում եւ արարքներում։ Թող հոգու եւ մարմնի սրբացումը դառնա քո խնդիրը, նպատակը, աղոթքիդ բովանդակությունը։ Թեև քո սրբացումը լիովին կատարյալ չի լինի, այն պետք է լինի ակնհայտ քո ամբողջ անձում։ Անթույլատրելի է, որ մի հարցում նկատվի սրբություն, իսկ մեկ այլ հարցում տիրի մեղքը։ Այդ ժամանակ դու ևս կդառնաս կիսաեփ հաց։ Վառարանում շուրջ տված հացի մի կողմն արագ այրվում է, թեև հնարավոր չէ ավելցուկային հավատ ունենալ։ Ոմանք երևում է այրվում են մոլեռանդության աստիճանի չափազանց եռանդ ցուցաբերելով, որպեսզի կիսվեն ճշմարտության այն բաժնով, որը ստացել են։ Նրանք մինչև վերջ այրվում են անփառունակ ցուցադրական կրոնավորություն ցուցաբերելով, որն ընդգծում է իրենց կեղծ բարեպաշտությունը։ Արտաքու սրբության դրսևորումը հաճախ ուղեկցվում է բարեպաշտության բացակայությամբ ընդհանրապես։ Նա, ով սուրբ է մարդկանց առաջ, կարող է սատանա պարզվել սեփական տանը։ Ցերեկը նա այլ ուրիշ ճերմակ է, իսկ գիշերը մրով պատված։ Հացի մի կողմն այրվում է, իսկ մյուս կողմը մնում է կիսաեփ։ Եթե ես նույնպես այդպիսին եմ, Տեր, շրջիր ինձ։ Իմ չսրբված բնույթը դարձրու քո սիրո կրակի կողմը, թույլ տուր զգալ դրա սրբության տաքությունը։ Այնպես արա, որ իմ այրված կողմը մի փոքր սառչի, որ ես զգամ իմ անզորությունը եւ այն, որ ունեմ երկնային կրակի սրբազան բոցի կարիքը։ Թող ես չլինեմ երկակի մտքերով մեկը, այլ ամբողջությամբ լինեմ տիրապետող շնորհքի ամենազոր ազդեցության ներքո։ Ես հաստատ գիտեմ, որ եթե մնամ շուրջ տված կարկանդակ, եթե շնորհքը չդիպչի իմ բոլոր կողմերին, ես կմնամ հավիտյան, կկորչեմ անմար կրակի մեջ։